Հայք մենք, վայ, բարև ձեզ, ես հիմա ուղիղ եթեր եմ, հա, բարև ձեզ, մենք շատ շնորհակալություն, շատ շնորհակալ ենք, սիրելի ընկերներ, մենք ուղիղ եթերում ենք Վահագի հետ, ուզում ենք մի հատ շատ կարևոր հարցի անդրադառնալ, մինչև այդ ես ուզում եմ Վահագ եթերը ավարտեցի, Տիկին Արաքսին զանգեց ինձ ԱՄՆ-ից ուրախացրեց, երևի մեր ես հետն էլ հագնվում եմ եթերից նոր եմ դուրս եկել, ժողովուրդ ջան, տարածեք այս եթերը, որտեղ մենք շատ կարևոր բան ենք ուզում ասել, ես ու Վահագը, ուրեմն, բայց մինչ այդ ես ասեմ, որ մեր երևի միայն բևերի դեպքում է, որ մեր աջակիցները այնքան շահագրգռվածություն ունեն, որ ազգային ուժը ներկա լինի, գաղափարական ուժը ներկա լինի խորհրդարանում, Վահագ, որ մարդիկ օվկիանոսից այն կողմ գալիս են ու ոչ միայն տարբեր տեղերից։ Տիկին Արաքսին ասաց, որ գալու են ամուսնու հետ եւ իր շրջապատում մոտ 30-ից 40 հոգի ձայնը մեզ է տալու ազգային ժողովրդավարական բևերին, իր ընկերները, իր դասընկերները եւ նրանց երևի ընտանիքի անդամները։ Բայց ժողովուրդ ջան, մի հատ կարևոր ուրիշ հարցի եմ ուզում Վահագ ջան անդրադառնանք, տեսնեմ դու ոնց կմեկնաբանես, ես իմ հեռախոսն եմ փնտրում։ Ես հեռախոսը արդեն շատ եմ հոգնել, չեմ հասկանում ինչ եմ անում։ Հիմա այս վարկածը կա, մեզ շատ մոտ մարդ, անունը չեմ ասել եմ արդեն, ասում է մարդիկ շատ են սիրում, ասում է Արմինեի Գևորգի ելույթներով ուղղակի հիացած են հանրային հեռուստաընկերության, բայց ասում է իմ շրջապատում են մոտ 50 հոգի ասում է թե լավն են, սիմպատիաս բռնում է, քաղաքական ուժի պես ուժ չկա, իրենց գաղափարները շատ լավն են, բայց վախենում ենք ձայն տան չանցնենք ու ես Վահագ սա մի տեղից վստահ եմ դու ես լսել, ինչպես ենք մենք սա մեկնաբանում, ինչպես ժողովուրդ ջան, սա կարևոր է տարածենք, որպեսզի որոնք նման կասկածներ ունեն, ինչին է երևել ես անկալ, մեր այն ընկերները, որոնք կամ մեր ծանոթների մոտ եթե կան այս կասկածները, սա ուղղակի հասնի նրանց, մեր մեկնաբանությունն է, մեր բացատրությունն է, որքան հնարավոր է մատչելի կերպով, խնդրեմ։ Օրինակ իմ կարծիքով չկա ընդդիմության մեջ մի ուժ, որը եւ ոչ էլ իշխանությունը ունի այդ հնարավորությունը, որ 50%-ից ավել վերցնի ու ինքը ոնց ասեմ, իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա։ Ես կարծում եմ, որ այնքան պարակտված է դաշտը արդեն իսկ, որ ուղղակի հնարավոր չի, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ ընդդիմադիր ուժ սահմանադրական, այսպես ասած, մեծամասնություն վերցնի։ Դրա համար, այսինքն այսպես թե այնպես հետագայում կոալիցիա կազմել եւ այլ խնդիրներ են լինելու, դրա համար ես խորհուրդ եմ տալիս այն մարդիկ, ովքեր բևերն են ընտրելու, ովքեր համակրում են բևերին, բայց վախենում են, որ քայլերը կփոշիանան կամ կկորեն եւ այլն, նախ այդ մարդկանց ուզում եմ ասել, որ դուք ում համակրում եք նրան ընտրեք։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր օրինակ մեր աջակիցների մեջ, որոնք ասում են, որ Հայաստանը գաղութացված երկիր է, Հայաստան ընտրություն չի կարող լինել, շատ մեծ, այսպես բաներով հավատում եմ, էլի, այսինքն այդ տրամաբանված բան են ասում, բայց եւ այնպես հիմա մասնակցում են ու շատ խառը այսպես վիճակ է լինելու ընդդիմադիրները իրանց վստահված անձերը եւ այլն հաստատ այն մյուս ընդդիմության ձայներն են պահելու իրար հետ չեմ կարծում որ կհամագործակցեն այս հարցում դե պատկերացրու նայ վաղ ու եթե այսինքն այն հնարավորությունը որ ազգային ժողովում հայտնվի մի ուժ որը միակն է իդեպ այստեղ շատ հստակ եկեք ֆիքսենք էլի բանավեճերից դուք ինքներդ կարող եք ստուգել միակ ուժը որը չի ընդունում այդ կեղծ խաղաղության այսպես նախաստորագրած պայմանագիրը միակ ուժը որը ասում է որ Հայաստանը սովետական միության իրավահաջորդը չի դա ազգային ժողովրդական բևերն է մնացած բոլոր ուժերը իրանց հայտարարություններով արդեն իսկ հայտարարել են որ հաշտ են ու այդ բառը չեն ասում բայց ըստ էության դա ստացվում հաշտ են ազգային ժողովրդական բևերը դա միակ ուժն է որը ասում է որ պետք է ելնենք առաջին հանրապետության իրավահաջորդությունից այսինքն Հայաստանի ներկայիս հանրապետությունը ընդունենք առաջին հանրապետության իրավահաջորդությունը մնացած բոլոր ուժերը ցավալիորեն ասենք հենց նույն դաշնակցությունը իրանք բան են անում իրանք օրինակ են համարում այս սահմանները էլի այսինքն այս 20800-ը իրանք օրինակ են համարում եւ մտավախություններից ելնելով որ օրինակի համար այ
ավելի մեծ հնարավորություն ունեցող ինչ-որ դեմադիր ուժի, եթե չընտրենք Բևերը քիչ շանս ունի։ Ես դա շատ սխալ եմ համարում, որովհետև կրկնում եմ, ոչ մեկը բան չի ունենալու, ոչ մեկը 50 եւ ավել տոկոս ձայն չի ունենալու, ժողովուրդ ջան։ Այնպես որ շատ եմ խնդրում այն հնարավորությունը, որ դուք ունեք, որպեսզի ընտրեք մի ուժի, որը հստակ հայտարարում է, որ Թրիպին է դեմ, որը հստակ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանները դրանք Ստալինի կողմից գծված սահմանները չեն, խնդրում եմ որևէ, չգիտեմ, ըստ ձեզ կամ գուցեև ըստ էության տրամաբանական որևէ հիմնավորմամբ ձեր ձայնը մեկ ուրիշին չտաք։ Կլինեն նաև մարդիկ, ովքեր դեմ կլինեն Սամվել Կարապետյանին օրինակի համար եւ ասենք մեզ համակրելով կընտրեն Նիկոլին, որպեսզի Սամվելը չլինի։ Եւ նույնը կլինի հակառակը Նիկոլին ատելով կընտրեն Սամվել Կարապետյանին։ Ես խնդրում եմ այն մարդիկ, ովքեր մեր համակիրն են, խնդրում եմ ուղղակի չընտրեք ուրիշ ուժի։ Դուք հակառակ պարագայում դուք ընտրելու եք ցանկացած դեպքում ընտրելու եք ուժի, որը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանն է։ Մնացած բոլոր պարագաներում այնտեղ եթե ուշադրություն դարձնես բանից են եւ որ խոսում են վերադարձի մասին, խոսում են վերադարձի մասին, ասենք Ադրբեջանի կազմում ապրելու արցախցիների եւ այլն, ու քննարկում են արդյոք ադրբեջանական բանակում արցախցիները ծառայելու են թե չէ։ Այդ միակ ուժին տրվելիք ձեր քվեն չփչացնեք։ Ըստ էության ում էլ ընտրեք ցավալիորեն այս համակարգի սպասարկումներին եք ընտրելու Բևերից բացի։ Եվ դուք տեսաք ժողովուրդ ջան, որ այդ բանավեճերի ժամանակ այս իշխանության ներկայացուցիչները ինչքան նեղն են ընկնում, տեսնում եք մյուս ընդդիմադիրներին ոնց են այսպես լղոզում իրենք մեջ գիտեն իրենց հարցերին ոնց պատասխանեն, Բևերի հարցերին պատասխան չունեն։ Հիմա դուք պատկերացրեք բանավեճերի ժամանակ այնպիսի մեխանիզմ են ընտրել, որ ասենք մի րոպեից ավել մարդը չի կարողանում խոսի։ Դու պատկերացրեք, երբ որ ասենք Արմինն են, Գևորգը, այն մյուս Գևորգը լինում են խորհրդարանում, իրանք էլ չեն կարող լռեցնել, այսինքն ինչ որ ընթացակարգ կա, որից պետք է օգտվեն մեր падգամավորները եւս, այսինքն դուք տեսեք ինչեր են, երբ որ սահմանափակ րոպեներով ընդամենը 1 րոպեի սահմանում այդքան բան են մարդիկ անում, նեղն են գցում ռեժիմին, ու մնաց լինեն խորհրդարանում ինչեր կանեն։ Ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք, որ մենք հիմա չենք կարող գնալ ու իշխանություն վերցնել, բայց մի քիչ առաջ ես եթերում էլ էի դա ասում, որ մարզիկը հենց սկզբից չի լինում օլիմպիական չեմպիոն։ Ժողովուրդ ջան, դուք պետք է մեզ ձայն տակ, քվե տակ, չկասկածեք, որ ձեր ձայնը տալով մեզ փոշի անում է, պիտի տակ անպայման են փող ունեցող, մեծ ռեսուրս ունեցող կամ իրար հետ բացահայտ մրցակցող, այդպես մրցակցող ուժեր են, որովհետև համակարգն է ուզում այդպես տեսնել։ Մյուս ուժերին ուղղակի Բևերի նման ուժին օրինակ հենց այնպես են անում, որ չերևա, չտեսնեն, ժողովուրդը չիմանա։ Դրա համար մի կասկածեք, թե գնամ ձայն տամ, կարող է ձայնս փոշիանա, կորի, չանցնի խորհրդարան։ Ոչ, եթե 50 հոգի գնա իր ձայնը տա, մյուս 50 հոգին էլ այդպես մտածող գնա ձայնը տա, ու այդպես կգումարվի թվերը իրար, Բևերը կհայտնվի խորհրդարանում, ժողովուրդ ջան։ Եկեք մտածենք, որ շատ կարևոր է այդ ամեն ինչը մեր ԱՄՆ-ից եկած տիկին Արմինեն հիմա երբ արդեն վերադարձել է, ասում է ես եկել եմ այստեղ մայիսի 28-ին ինքը մեր հետ էր եւ մենք կոչերը որ ձայնագրում էինք շատ հուզիչ էր, ասում է որովհետեւ հայ մարդու սրտին հոգեհարազատ իր Բևերի գաղափարներն են։ Ժողովուրդ ջան, դուք հիմա նայում եք, շատ լավ ասում եք, ինչ լավ են խոսում, հա, շատ լավ մարդիկ են, բայց չէ, որ ընտրենք չեն անցնի խորհրդան, հակառակը պիտի ընտրեք, որ անցնի, չէ, քաղաքական ուժը խորհրդան։ Այդ միֆերին մի հավատացեք, այդ իշխանությունն է տարածում, թե իրենք մանր ուժեր են, փոքր ուժեր են, շանսեր չունեն անցնելու։ Անցնելը ձեզանից է կախված, ժողովուրդ ջան, այդ շանսը ձեզանից է կախված։ Դի գնաք հնարավորությունը տակ, չէ, երբ որ ձեր ձայնը տալիս եք, տվյալ քաղաքական ուժին հնարավորություն եք տալիս։ 1-ը, 2-ը, 50-ը, 100-ը այդպես գումարվելով հազարներ են դառնում ու արդեն մենք անցնում ենք խորհրդարան։ Այնպես որ մի մտածեք, մի ընկեք սրա նրա կարծիքի ազդեցության տակ։ Այս վիդեոն էլ տարածեք, ուղարկեք նրանց, ովքեր դեռևս կասկածում են կամ նույն խոսակցությունների մեջ եք եղել, որ ասել են, հա, շատ լավն է Բևերը, բայց մենք չգիտենք, ընտրենք թե չընտրենք, որ ոչ մարդիկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ղազախստանից, էլ որտեղից Ուզբեկստանից գալիս են, որ իրենց ձայնը տան, դուք Հայաստանում ո՞նց եք դեռևս ծանր ու թեթև անում, ձեր ձայնը թե չտակ, հանգիստ գնացեք քվեարկեք, մի վախեցեք ժողովուրդ ջան,
մենք այն ուժն ենք, որ պայքարի առաջնագծում ենք, ձեր թիկունքին կանգնած ենք, բայց որpիսի մենք ավելի առաջ գնանք, դուք պետք է մեզ օգնեք այդ հարցում։ Ու մի բան էլ ասեմ Ժորժ ջան, այդ մենք իհարկե շատ անտրամաբանական կարահեն չի էլի, որ ասենք մոտակա ընտրություններում Բևերը կարող է օրինակ իշխանություն վերցնի, սահմանադրական մեծամասնություն վերցնի, բայց եկեք մի պահ պատկերացնենք բոլոր այն մարդիկ, ովքեր Բևերին համարում են ազնիվ ուժ, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր համարում են, որ Բևերը ստույգ գաղափարական ինչ որ գիծ ունի եւ բոլորից տարբերվում է, բայց չեն ընտրելու իրեն, որովհետեւ շանս գտնում են, որ շանս չունի։ Ես այ բոլոր այդպիսի մարդկանց առաջարկում եմ, որ ընտրեն հենց Բևերին։ Եղեք Ժորժ ջան, այսպես թե այնպես, այս համակարգը դեռևս ժամանակ կա էլի, որպեսզի մենք այդ հնարավորություն ունենանք, որ այս համակարգը փոխվի, մենք աշխարհակական վերադարձավորումների հարց կա, այնտեղ Ռուսաստանի, Իրանի հարցեր լուծելու հարց կա, այսպես թե այնպես շատ բարդ է պատկերացնելու, որ մոտակայում ասենք, առաջիկա մոտակա ամիսներին Բևերը կարող է վերցնել իշխանությունը, բայց մի բան հաստատ մենք կարող ենք անել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր համարում են, որ Բևերը ազնիվ ուժ է եւ գաղափարական ուժ է, բայց խուսափում են նրան ընտրել, որովհետեւ կարծում են, որ շանս չունեն, փող չունեն եւ այլն, ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց իրանք ընտրեն Բևերին։ Հենց այն մարդիկ, ովքեր համարում են, որ Բևերը միակ ազնիվ ուժն է, բայց շանս չունի, ես բոլոր այդ մարդկանց խնդրում եմ, որ գնան ու ընտրեն Բևերին։ Այ եւ որ բոլոր այդպիսի մարդիկ կընտրեն Բևերին, կտեսնեք ինչքան ուժ ունի եւ ինչքան շանս ունի։ Այո, սա ենք ուզում ասել, ժողովուրդ ջան, նույնը դուք խնդրում եմ բացատրեք ձեր ընկերներին, որ հենց այդ հնարավորությունը խորհրդարանում անցնելու մենք ինքներս պիտի տանք, մեր ձայնով, մեր քվեարկությամբ, չկասկածենք, չմտածենք երկար-բարակ, եթե այս ուժը ձեր համար հոգեհարազատ է, այս ուժի, մեր ուժի գաղափարները հոգեհարազատ են ձեզ։ Մի մտածեք, էլ մի այդքան դրեք ծանր ու թեթև արեք, արդյունքում կարող է դուք սխալ ընտրություն անեք կամ ավելի վատ բան, չգնաք, չմասնակցեք ու ձեր պասիվությամբ նպաստեք այս ռեժիմի վերարտադրությանը։ Հետո մի բան էլ, ես ինքս միշտ դեմ եմ եղել, կիսել եմ այն տեսակետը, որ գաղութում ընտրություն չկա, ու հիմա էական չի այս պահին ինչ եմ մտածում, բայց մի բան հստակ գիտեմ, եթե դուք Բևերի համակիր եք եւ այս գաղափարների կիսողն եք, հիմա մարդիկ որոշել են մասնակցեն, գնացեք ու ընտրեք, այսինքն գիտեք, այդ է հիմա ելքը։ Հիմա շատերը կարող են ասել, սա մարտավարական սխալ էր, տակտիկական սխալ էր եւ այլն, բայց այնուամենայնիվ այս մարդիկ որոշել են, որ պետք է մասնակցեն, այնուամենայնիվ ահռելի բազմություն կա մարդկանց, ովքեր ընդունում են, որ Բևերը դա ազնիվ մարդկանց համախումբ է, այ դա է միակ բանը, ցուցիչը պետք է ձեզ համար լինի, որ այդ ազնիվներին պետք է ընտրեք։ Եվ կրկնում եմ, ուղղակի Երեկ Սաֆարյան Գևորգի բանավեճը նայեք բացման խոսքերը, կտեսնեք, որ բոլորը ասում են, որ ընդդիմություն իշխանություն բոլորը ասում են, որ դե բան է էլի, ասենք հիմա կայացած փաստ է արդեն Արցախի կորուստը, բոլորը հենվում են միջազգային, իսկ ճակերտները միջազգային են փաստաթղթի վրա, որ Ադրբեջանի մասը, բանը Արցախը, Ալմատայի եւ որ Սաֆարյան Գևորգը հանճարեղ կերպով ասած, որ եւ որ առաջ հանրապետությունը իր մեջ Արցախը ներառելով գոյություն ուներ եւ օկուպացվեց ռուսական կայսրության կողմից։ Այդ ժամանակ Ալմատի քաղաք գոյություն չուներ, այդ հռչակագիրներ գոյություն չուներ։ Բոլորը ձեզ խափում են, բոլորի համար սրբազան կով է դարել ինչ որ Ալմատայի հռչակագիր, Ստալինի գծած սահմաններ, որի արդյունքում մենք այսօր Արցախը կորցրել ենք։ Միակ ուժը, որը այս համակարգային ստորության դեմ է խոսում եւ հայտարարում է, որ ապօրինի են այդ հռչակագիրները, չգիտեմ, այդ Ստալինի գծած սահմանները, դա Բևերն է։ Ես խնդրում եմ ուշադիր լսեք բացման խոսքը բոլորի։ Բոլորը ընդունում են թե Թրիպը, թե Արցախի ադրբեջանական լինելը, որովհետեւ իրանք բոլորը ընդունում են Ստալինի սահմանները, վերջացավ։ Այսքան բան ես կարող ասեմ, հետևությունները դուք արեք։ Այո, այդ դուք ինքներդ ձեզ համար արեք ու ժողովուրդ ջան գնացեք առանց կասկածելու Բևերը հենց այն վստահելի ուժն է, որին դուք պիտի ընտրեք։ Համար 8 քվեաթերթիկ հունիսի 7 ժողովուրդ ջան, տեսեք, ես գնացել եմ հատուկ անձնագրայինից թուղթ եմ վերցրել, ահա, սա էլ թուղթը, տեսեք, որ գնամ Գյումրիում չընտրեմ, քանի որ մի ամբողջով պիտի ճանապարհ գնամ կամ, որպեսզի իմ ձայնը չկորի։ Ես որպեսզի գնամ քվեարկեմ, մարդիկ Ամերիկայից գալիս են ընտանիքներով, քիչ է գետնի վրա պայքարին մասնակցում են, մեր քարոզարշավներին են մասնակցում եւ այլն, գալիս են, որ ձայն տան Բևերին, դուք Հայաստանում նստած մտածում եք, հա, ձայն չտամ Բևերին, լավն եմ, ձայնս չտամ Կփոշյանը, չէ, գնացեք եւ անպայման ձեր ձայնը տվեք ազգային ժողովրդավարական Բևերին, որովհետեւ այդպես մեկ գումարվելով դառնում են հազարներ ու դա է ապահովելու մեր մուտքը ազգային ժողով։
Այնպես որ այսքանն էինք ուզում ձեզ ասել, չմոռանաք ուղարկել ձեր կասկածամիտ ընկերներին, ովքեր դեռևս այս հարցում վարանում են, մտահոգ են եւ այլն, ուղարկեք այս ուղիղ եթերը իրենց, զրուցեք նրանց հետ, անպայման կարևորեք նրանց ընտրություններին գնալը եւ բևեռին քվեարկելը։ Այսքանը լավ եղեք, գրկում ենք ձեզ, ժողովուրդ ջան։